Երկրորդը, ինչ վերաբերում է այսօրվա կարգավիճակին, այսինքն տիրող Հայաստանում, այսօրվա կարգավիճակը որևիցե մեկին չի կարող գոհացնել, անգամ մինիմալ պարագաներում, որովհետև այն կեղծ հեղափոխությունը, որ իրականացվեց, փաստացի ծրագրված, համաձայնեցված եւ նաեւ ոչ միայն Նիկոլի, հա, կամ այսինքն ներսի համակարգերի անմիջական մասնակցությամբ, գլխավորությամբ, այլ նաեւ դրսի հանձնարարականներով, որովհետեւ Սերժի վրա անդրադարձ կատարեմ, հա, ինչի հիման վրա, որովհետեւ դեռևս 90 թվականներից ստորագրված փաստաթղթերի հիման վրա Արցախը որպես Ղարաբաղ, Ատրպատականը որպես ադրբեջանական տարածք, Բաքուրակերտ մայրաքաղաքով կար Բաքու, որից հետո պարտավորություն, պարտականությունը հանձնելու արդեն տարածքները որպես ադրբեջանական խնդիր էին առաջացնելու Լևոնի, Վազգենի եւ իրենց համակարգերի վրա, ապա խնդիր նաեւ առաջացավ բերելու մի անձի, որի պարտավորությունը, պարտականությունը կդրվի նրա վրա եւ դրանով խուսափեն պատասխանատվությունից։ Բերեցին Քոչարյանին, բնականաբար ապօրինի անօրինական, որովհետև ցանկացած գիտակից մարդ, գոնե համակարգի իրավաբաններ կամ իրավական համակարգի ներկայացուցիչներ, մինիմալ, այսինքն իրավաբանական կրթության կամ գիտելիքների պարագայում պիտի հասկանային եւ նաեւ գիտակցում էին, որ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, որևիցե իրավունք, իրավասություն չուներ, անգամ մասնակցություն ունենալ, ոչ նշանակվելով վարչապետ, ոչ էլ նախագահի պաշտոնում։ Այսինքն երկու պարագայում էլ նա ապօրինի էր, որից հետո հասկանալով հանդերձ, որ պատասխանատվություն պարտավորությունը ստանձնելուց հետո այդ մասին նաև ասպարեզ թերթը տպել է, նաև արտասահմանում թերթերը տպեցին, նրան 30 միլիոն դոլար փող էին տվել, նա եկավ այդ պարտավորությունը ստանձնելով, իրականացնելու, այսինքն տարածքները հանձնելու, ազատագրված, ինչպես նաև Արցախը, որից հետո հասկանալով, որ նշված պարագայում իրականացնելուց հետո տարածքները հանձնելուց հետո բոլոր պատասխանատվության խնդիրները գդրվի Ռոբերտ Քոչարյանի վրա, փախավ։ Տեղյակ եք, որ Վազգենը գնաց 2 անգամ հետևից, ծեծելով բերեց։ Հասկանալով, որ չի կարողանում այդ խնդիրները լուծել եւ դրա տակից դուրս գալ պարտավորության ստանձնած։ Դաշնակների հետ մտնում են, սպանում են 27-ի դեպքերը հոկտեմբերին։ Որից հետո արդեն իսկ Ստամբուլյան խարտիայում 99 թվականի եղեռնագործությունը իրականացնելուց հետո հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը որևիցե պահանջատիրություն չունի ոչ Թուրքիայի, ոչ էլ այլ պետությունների նկատմամբ։ Այսինքն ցեղասպանությունը իրականացվել է Արևմտյան Հայաստանի նկատմամբ, նրա ժողովրդի, բայց ոչ մի դեպքում Հայաստանի։ Այսինքն մենք ուզբեկ ենք կամ այլ ազգի ենք, հասկանում եք, որից հետո հասկանալով, որ բոլոր պատասխանատվության պարտավորության խնդիրը նորից հանձնելու իրենց պապաներին պարտավորություն ստանձնած պարագայում խնդիրի առաջանալու հանձնելու այդ պատճառով բերվեց Սերժին նաև։ Переговорный процесс продолжался, и мы несколько раз были уже близки к подписанию документа, где все эти 3 принципа четко были отражены. То есть, что армянская сторона, армянские стороны, то есть Нагорный Карабах и Армения, значит, оставляют те территории, которые сейчас заняты как зона безопасности. То есть те территории, о которых азербайджанцы говорят, что они оккупированы. 7 азербайджанских районов. Мы оставляем эти территории, уходим. Но, к сожалению, в Казани Азербайджан отказался от этого принципа. То есть вы встретились уже буквально, чтобы подписать? Да. Ապրիլի 21-ին անգլիական էկոնոմիստ ամսագիրը ապագա կարգավորման ծրագիրը հրապարակեց, որը ըստ ամսագրի բնականաբար պայմանավորությունն է ձեռք բերել Key West-ում։ Ես խնդրում եմ մեկ առ մեկ հերքեք կամ հաստատեք այն հրապարակված ծրագրի 3 կետերը։ Առաջինը՝ հայերը վերադարձնում են ադրբեջանցիներին 7 շրջաններից 6-ը։ Այդպիսի բան կա թե չկա։ Գիտեք, եթե լուծումը Ղարաբաղի կարգավիճակի լինի այնպիսին, ինչպես որ մենք ցկտում ենք դրան, այո, այդպիսի բան կա։ Այո, այդ 6 տարածքները բացի Լաչինի շրջանից պայմանագիրը
կամ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերակացվելու է։ Երկրորդը Լաչինի շրջանը Ղարաբաղի հետ ստանում է Ղարաբաղի հետ միասին ստանում է ինքնակառավարման կարգավիճակ։ Ես անգլերեն բնականաբար դեռ շատ վատ գիտեմ, ասում եմ այստեղ self-governing status։ Ճիշտ է թե չէ։ Գիտեք, ես որովհետև սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան։ Միայն ես կարող եմ ասել այն ինչ որ մի քիչ առաջ էլ ասացի։ Լաչինը եւ Ղարաբաղը գունենան նույն կարգավիճակը, ինչ որ գունենա Լաչինը նույն կարգավիճակը, ինչ որ Ղարաբաղը գունենա։ Իսկ թե Ղարաբաղը ինչպիսի կարգավիճակ կունենա, Վասիկ այստեղ գալիս է թեւանակիտության խախտության հարցը եւ ես այդ հարցին չէի պատասխանի։ Եվ երրորդ կետը, որպես փոխհատուցում ըստ էկոնոմիստի, Ադրբեջանը ստանում է միջազգայինորեն վերահսկվող internationally protected ճանապարհ դեպի Նախիջևան։ Մենք խոսեցինք դրա մասին արամ, իրոք եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվում է այնպես, որ ինչպես մենք ենք ուզում, եւ իրոք այն փաթեթը վերջո ընդունելի է դառնում բոլոր կողմերի համար, մենք ասացինք, որ այո, խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ որ կապ տալու Նախիջևանի հետ։ Դա մենք չենք շփվում, դա սեղանի վրա է, բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե դա ինչպիսի ծև եւ խովանտագություն կա։ Ինչ կլինի Զանգիլանի կարգավիճակը դուք արդեն պատասխանեցի, գիտեք ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեծ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները բացի Լաչինից պետք է վերադառնան։ Ես այնտեղ բառացի ասել եմ, այն տարածքները, որ մենք կոչում ենք ազատագրված, պատմական, սրբազան, որ ես համարում եմ ավելի ճիշտ կլներ արտահայտել Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, միջազգային հանրությունը, միջազգային օրենքը, ՄԱԿ-ի եւ ԵՀԿ-ի հիմնարար փաստաթղթերը, որոնց մենք էլ ենք մասնակից, մենք էլ ստորագրել ենք դրանց տակ, իրենց տերմինաբանությամբ դա կոչվում է օկուպացված տարածքներ։ Ահա, սրանից հետո ինչ որ մարդիկ եզրակացություններ արել, թե ես դա կոչում եմ օկուպացված տարածք։ Դա իրենց ստորագրած ՄԱԿ-ի հենց այսօր իշխանության մեջ գտնվող Ռուստամյանի մեր իշխանության մաս է։ Իրենց իշխանության ստորագրած այդ հանձնառության մեջ է այդպես գրված։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք, տղայք մի տվեք, բան չունեմ ասելու։ Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է, ինչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Կարող ես տարածքը չտալ, մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Իսկ ես եղա չուզողը, հա, այդ թողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե կուզեինք։ Բայց մենք պիտի հեքիաթներով պետություն կառուցենք։ Հեքիաթը դեռ քիչ է, մեղմ է։ Դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են։ Ոչ մի թիզականները։ Եթե ուզում եք իմանալ, թող ճանաչի մեր ժողովուրդը, ով ասեց ոչ մի թիզ հող, նա է այս ազգի գերեզմանափորը, նա է այս ազգի կործանողը։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ երկու րոպե ցածում եք, ասա։ Այս ինքում իմ տղեկ չի։ Ասա մի անջատի։ Դեռ իմ ասա, լսում եմ, ասա թե ինչի՞ եղել։ Ես էլ հիմա կարծոք քաշում եմ, ուզում եմ որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Այս դիքը արտողի մերը։ Այսինքն մեր նախաձեռնության, այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչինչի, որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր են ունեցել, երկու կողմից էլ հազարավոր զոհեր են ունեցել, բայց այդ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից,
Գիտեք, այստեղ կա մի խնդիր, որը ես ցանկանում եմ շոշափել, որ մեր ադրբեջանական գործընկերների հետ մենք այդ հաղթողի, որ տարածքներ են գրավել եւ պարտվողի, որ նրանք պարտվել են, այդ խնդիրը չենք բարձրացնում, ընդհակառակը նույնիսկ մենք կողմ ենք այն գաղափարին, ես անձամբ այդ տեսակետն եմ կիսում, որ որոշակի գրավյալ տարածքներ պետք է աստիճանաբար որոշակի ուրեմն ժամանակահատվածի ընթացքում կամ գրաֆիկով հանձնել ադրբեջանական կողմին, ինչի համար որպեսզի մեր համախոհները Ադրբեջանում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ եւ իրենց գործունեությունը իրականացնեն։ Հայաստանում շատ խիստ ոչ պոպուլյար տեսակետ է առաջարկվում։ Դա կներեք, ես չգիտեմ ում համար է ոչ պոպուլյար, բայց ես ցակումով լինելով ուրեմն հենց այդ տարածքից ծնված, ես մի քառակուսի մետր կամ ասենք թե ժառանգությունը կորցրած անձի տեսակետը չեմ նայում, ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը որպես հանրապետություն, որպես ժողովրդավարական պետություն, որպես խաղաղության երկիր, այսինքն որպես եւ հարևանների հետ խաղաղ պայմաններում ապրող երկիր եմ ես ցանկանում տեսնել։ Այսինքն խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող Այո, Ղարաբաղից դուրս գտնվող իսկ Ղարաբաղի ուրեմն խնդիրի հետ կապված այդտեղ պետք է ուրեմն միանշանակ լինի երկխոսություն ուրեմն Ղարաբաղի եւ ուրեմն Ադրբեջանի ուրեմն ներկայացուցիչների միջեւ, սակայն դա միայն չպետք է վերապահել իշխանություններին, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանություններին տալ այդ խնդրի լուսման տարբերակները դա պարզապես դառնում է անիմաստ, որովհետև եթե հասարակությունների մեջ չկա վստահության մթնոլորտ, երկխոսության բանաձևը չկա, ապա ինչպիսի որոշում էլ, ինչպիսի լավագույն ենթերտնիկ որոշում էլ կայացվի, ապա դա չի կարող հարցը լուծի։ Ուրեմն ըստ հիշում եք Վանեցյանի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում մամուլի ներկայությամբ նրանք ներկայացրեցին փաստաթղթեր, իդեպ ոչ թե պատճենները փաստաթղթերի, այլ օրիգինալները, որտեղ հստակ տրված էր, որ վարձկաններին, որոնք բերվել են Արցախից, նաև մեր սահմանամերձ բոլոր համապատասխան այնտեղ տարածքներից Արցախի, հա, նշված տարածքներից մոտավորապես 2000 հոգի զինվորներ նպատակային բերվել են քաղաք։ Այն դեպքում նախ որ դրա կարիքը չկար, երկրորդը պաշտպանության նախարարության զինվորներին, հա, չի կարելի, իրավունք չկա կիրառել նրանց ուժը, նրանց զենքը կիրառել խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Այո, սեփական ժողովրդի։ Երրորդը, ուրեմն նշված ժամանակահատվածում նրանք նաև հստակ ներկայացրեցին, որ սահմանից բերված մեր սահմանապահ զինվորների բերելով Հայաստան թուլանում է սահմանագիծը, այսինքն այն դիրքերը, որոնք պաշտպանում են մեր երեխաները, մեր զինապարտները, մեր զինվորականները եւ այլն։ Ուստի թուլացնելով սահմանը, նախորոք պայմանավորվելով Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ՖՍԲ-ի, Իսրայելի Մոսադի, Եվրոմիության, Եվրոխորհրդի, ՑՌՈ-ի հետ համատեղ, ես ասացի, կիսատ մնաց, ուրեմն քանի որ դրված էր տարածքների հանձնման խնդիր, որը փոխանցվեց նաև Սերժիկին, հա, ապա պետք էր դրվագ պատերազմի իրավիճակ ստեղծել, որի հիման վրա պատասխանատվությունը, պարտավորությունը ստանձնած Սերժիկ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տարածքները հանձնելու չդիտվի որպես պետական դավաճանություն։ Պատերազմի միջոցով, այսինքն պետական դավաճանի խարանը վերացնում են իրանց վրայից։ Այսինքն ծրագրված պատերազմ։ Այո, տեսեք, այստեղ վարձկաններ է վարձվել, որը քրեական օրենսգրքով պատժելի առարկա։ 1, երկրորդը, ուրեմն խեղելով իրականությունը, իրավական փաստերը, պատմությունը, որ սրանք պատմական հայկական տարածքներ են, այսինքն Ատրպատականը, Փայտակարանը իր Բաքուրակերտ մայրաքաղաքով դրանք հայկական տարածքներ են, ոչ թե Ադրբեջան։ Դուք ձեզ հայտնի բոլոր համապատասխան փաստաթղթերով 16-ի պայմանագրով, թե 21-ի մի խոսքով, որի հիման վրա ապօրինի նվիրաբերվեց Հայաստանի տարածքները Ադրբեջանին եւ կեղծ անվանվեց Ադրբեջան, Ադրբայդան, որից հետո Արցախը որպես Ղարաբաղ Ադրբեջանի տարածք, Արցախը որպես Ադրբեջանի տարածք որպես Ղարաբաղ։ Բացի դա, պահանջատիրությունները մեր բոլոր սկսած Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Կիլիկիա, հա, նաև Ջավախ, Ախալցիխա ամբողջությամբ վերացվեց։ Նաև ցեղասպանության ճանաչման
փաստը, որը 1988 թվականին Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում, որը պաշտոնապես իրավականորեն հաստատում չստացավ։ Այսինքն նշված խնդիրները դեռևս գալիս է 90-ական թվականների պարագաներից, այսինքն ընդեղի այդ ժամանակահատվածում կատարված պետական դավաճանություններից նպատակային ցեղասպանություն իրականացնելու ծրագրերի շրջանակներից։ Պարոն Սիմոնյան, ես հասկանում եմ, փաստերը, որ դուք բերում եք, իհարկե նորից եմ կրկնում, դրանք հիմնավորված են, բայց ինչու այդ դեպքում այսքան ուշացումով միայն երեք փաստորեն մեղադրանք առաջադրվեց երրորդ նախագահի նկատմամբ։ Դուք սպասում եք այդ մեղադրանքին։ Ուրեմն հասարակ պրիմիտիվ բան ասեմ։ Նախ ես ավարտեմ այս Սասուն Խաչատրյանի հատուկ քննչական ծառայության պետի, ինչպես նաև ազգային անվտանգության տնօրեն նախկին, Վանեցյանի հայտարարությունները, նաև մեկնաբանությունները, բացատրությունները ներկայացրած հիմքերով առ այն, որ մարտի 1-ի վարձկանների վարձման, նրանց զինելու, նրանց ֆինանսավորելու գործընթացը իրականացվել է անմիջապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, հետո Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Խաչատրյան Սուրիկի, Մուկի ընդեղ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ այլոց անմիջական գլխավորությամբ մասնակցությամբ։ Բացի դա, Հովիկ Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող տարածքից հանել էին համապատասխան, ասենք ընդեղ ավտոմատներ, ընդեղ ինքնաձիգներ եւ այլն, եւ որից հետո դատական փորձաքննության իրականացնելու ընթացքում պետք է պարզ դառնալ մարտի 1-ի ժամանակահատվածում նշված զենքերը կիրառվել են մեր ժողովրդի, մեր ազգի դեմ, թե ոչ։ Որովհետեւ դատական փորձաքննություն առօրս չի կատարվել։ Այն սպանված դիպուկահարների կողմից ավտոմատներով կամ այսինքն դիպուկահարների միջոցով, որովհետեւ մեկը դեռևս փորձաքննության արդյունքում դեռևս չի պարզել նշված անձիկ սպանված ոչ թե պատահականության, այլ նպատակային սպանված անձերը ինչ զենքով են սպանվել, ով է սպանել, արդյոք Հովիկ Աբրահամյանի, արդյոք Սերժիկ Սարգսյանի, արդյոք այն անձերի կամ այսինքն զինվորականների, որոնք մոտավորապես 2000-ի քանակությամբ բերվեց Հայաստան եւ ինչ նպատակով, քանի որ նշված ժամանակահատվածում մարտի 1-ի 2-ի ժամանակահատվածում նկատի ունեմ, դիվերսիա եղել եւ ինքը նույն Սասուն Խաչատրյանը, ինչպես նաեւ Վանեցյանը, համատեղ ասուլիսի ընթացքում դա հաստատեցին, որ եղել են դիվերսիոն գործողություններ, հարձակում այն տարածքների վրա, որտեղ սահմանագծից բերվել են մեր զինվորները, այսինքն այստեղ նպատակաուղված, համաձայնեցված չի կարող պատահել բան լինի, որ այսինքն տեսեք, մերոնք բերում են ստեղ են հասցնում 2000 զինվոր, դու բերում ես ինչի համար։ Մյուս հանգամանքը ու նշված հանգամանքներում, այսինքն ժամանակահատվածում, նաև հարձակվելով մեր զորամասերի պահպանության դիրքերի վրա, գրավել են կարևորագույն դիրքեր, կարևորագույն հատվածներ են գրավել, բացի դա զոհաբերվել են, ոչ թե մարտի ընթացքում, որովհետև եթե նպատակային բերում ես զորքը լցնում ես Հայաստան, ուրեմն դու նաև նպատակ ունես ինչ-ինչ։ Եթե մյուս հանգամանքը, Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում եք, չէ, որ փախավ փաստացի, ժողովրդին գցեց ու փախավ։ Նաև արձանագրությունը, ձայնագրությունները կան ազգային անվտանգության, որի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալիկ Արզումանյանը ուղիղ հեռախոսազանգով, որ ապրեք տղաներ, լավ արեցիք, նա ուրախանում էր այն բանի համար, որ լֆիկի խանութներն են թալանում, մեքենաներ են այրում եւ այլն, բայց ոչ մի դեպքում նպատակային ուղղորդված հեղաշրջում, հեղափոխություն եւ այլն։ Բացի դա, Ալիկ Արզումանյանը իմանալով, որի վերաբերյալ նաև կա համապատասխան ձայնագրությունը,
հեռախոսազանգը, որով նա հստակ ասում է. ժամը 6:30-ին ներքին զորքերը պադիումա տված եւ պիտի հարձակվի, սակայն նա չի զգուշացնում ժողովրդին, ազգին, որոնք նպատակային հավաքվել էին իրենց իսկ կազմակերպմամբ, նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն, ես ինչ նկատի ունեմ, որ այս մարտի 1-ը ծրագրված էր ոչ թե իրականում հեղափոխություն իրականացնելու, այլ նպատակային քաղաքացիական պատերազմ հրահարելու, որի շրջանակներում պետք է դիրքերը հանձնվեր, տարածքները պետք է տրվեին եւ դա դիտարկվեր որպես ահաբեկչական գործողություններ։